Այս մեքենայի գործարանային տարբերակից գրեթե ոչինչ չի մնացել, այն ամբողջությամբ վերափոխվել է։ Opel Calibra մակնիշի մեքենան Արտյոմը ձևափոխման է ենթարկել արդեն 3-րդ անգամ։ Դեռևս դպրոցական Արտյոմի երազանքն էր իր ձեռքերով ավտոմեքենաներ ձևափոխելը։ Սա նրա 2-րդ մեքենան է։ Առաջին մեքենան փորձել է ձևափոխել դեռևս դպրոցական տարիներին։ Սերը դեպի մեքենաները վաղուց է առաջացել։ Արտյոմը տարբեր մոդելներ էր նկարում, որոնցից շատերի նման մեքենաներ արդեն արտադրվել են, իսկ շատերն էլ դեռևս թղթի վրա են։ Դե հիմա արդեն ժամանակի ընթացքում են երեխա նկարածս ավտոները արդեն դուրս են եկել, բայց էլի նկարներ կան, որ ինձ հիմա չկան։ Առաջին մեքենան որ ունեմ, ես դպրոցական էի, դեռ 8-րդ, 7-րդ դասարան էի։ Այն ժամանակ մենակ նկարում էի, բայց չէի կարող նկարածս սարքեմ, իրագործեմ։ Հետո արդեն ժամանակի ընթացքում մի քիչ շփվելով, հետո Ռուսաստանում վաղ վիճակվեց, այնտեղ որոշ ժամանակով, կարճ ժամանակով ունես մարդկանց հետ շփվեմ, որ սրանով զբաղվում են ու բաներ կար սովորեցի, ու անելու ընթացքում ինչքան անում ես, այնքան բաներ կա, որ հասկանում ես։ Արտյոմը նշում է, որ ավտոմեքենայի ձևափոխումը շարունակական գործընթաց է եւ նրանք, ովքեր զբաղվում են այս գործով, չեն դադարում ստեղծագործել։ Նրանց գլխում ամեն օր նոր գաղափարներ են ծնվում։ Աստված տա մենակ էս չլինի, ընթացքում ուժ մեքենաներ որն էլի պիտի ձևափոխեմ, պրոստը այս իսմա նախասիրությունն է, սրանով ոչ փող եմ աշխատում, իմ հավեսի համար զբաղվում եմ։ Կարելի է, եթե ճիշտն ասել են, մանկական երազանքս իրագործում եմ։ Արտյոմի համար մեքենան միայն փոխադրամիջոց չէ, ավտոմեքենաների վերափոխումը նրա համար արվեստ է, որից նա հաճույք է ստանում։ Արտյոմը շատ է հանդիպում մարդկանց, ովքեր կատեգորիկ դեմ են մեքենաների ձևափոխմանը եւ նախընտրում են գործարանային տարբերակ։ Սակայն քիչ չեն նաեւ այսպես կոչված տյունինգի սիրահարները, թեկուզ ալավերդում։ Ամենայն դեպս ասում սովետական մեքենաները այսօր արդեն այն տարիքն ունեն, որ կարելի է վերակենդանացնել, օրիգինալ անել, ոչ թե ձևափոխել։ Իսկ եթե ձևափոխել կարելի է սովորական հիմիկվա ժամանակակից մեքենաների վրա հին ավտոների դետալներով մի քիչ օրիգինալ բան ստանալ ու ամեն ինչ հնարավոր է։ Այսօր ստեղել ալավերդին է, բայց ամեն ինչ հնարավոր է, պարզապես մի քիչ ժամանակ, մի քիչ ֆինանս, բնական առանց դրա չի լի ու մի քիչ էլ սիրահար մարդիկ են, որ ասեն իրանք ինչ են ուզում ու ամեն ինչ էլ հնարավոր անել, ամեն ինչ։ Աշխատանքի եւ ուսման ծանրաբեռնվածության պատճառով հիմա Արտյոմը այլևս մեքենաներ չի նկարում, սակայն ժամանակ ունենալու դեպքում տրվում է իր սիրած զբաղմունքին։ Արտյոմն աշխատում է Թեղուտ ընկերությունում, այնտեղ էլ աշխատանքը կապված է մեքենաների հետ։ Հետևում է ավտոոլորտի աշխարհի եւ հատկապես տյունինգի նորություններին։ Մեքենաների ձևափոխման մտքերը հիմնականում ծնվում են հենց տեղում եւ հենց աշխատանքի ժամանակ։ Սա ավտոտնակն է, որտեղ էլ իրականացվում են ձևափոխման աշխատանքները։ Սա մեր արվեստանոցն է, ժամը միջև տենց 5 կողմերը, այստեղ ավտոների ռազվալա դզվում կոմպյուտերով, ցանկացած ավտոյի 5-ից հետո արդեն հավաքվում ենք տղեկով, արդեն արվեստով ենք զբաղվում, սկսում ենք տյունինգներ անել, մտածել, նկարում ենք, ժամանակ ենք անցկացնում, օբշին դրանից հետո արդեն ստացվում այն ինչ որ ստացվում։ Մեքենայի ձևափոխման հետ կապված մտքերն ու գաղափարները Արտյոմը գրեթե ամեն օր կիսում է իր ընկերների հետ, ովքեր եւս այս գործի սիրահարներ են։ Իսկ Արտյոմը չի բացառում, որ առաջիկայում այս նախասիրությունը իր համար կդառնա նաեւ աշխատանք։ Մերիկոլոլյան, Արմատիտանյան, լուրեր։